Հրազդան Գյումրիի եթերում լրատվության ժամը այսօր նոյեմբերի 4-ն է, երեքշաբթի։ Պատմության հետ պետք է զգույշ լինել, հայտարարել է Հայաստանի վարչապետը Երևանում անցկացվող Օրբելի ֆորում, կառուցելով խաղաղություն եւ բազմակողմանի համագործակցություն խորագիրը կրող միջազգային համաժողովի ժամանակ։ Այս կերպ Նիկոլ Փաշինյանն արձագանքել է նաեւ Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարություններին։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև կոնֆլիկտը քաղաքական առումով լուծված է համարում, սակայն սոցիալ-հոգեբանական առումով խնդիր է տեսնում։ Վարչապետը նկատում է, անկախության առաջին օրվանից չգիտենք, թե ինչ է խաղաղությունը, քանի որ Հայաստանն ու Ադրբեջանն անկախություն ստացել են կոնֆլիկտի տրամաբանության մեջ եւ կոնֆլիկտից բխած էներգետիկայի շնորհիվ։ Իսկ այդ սոցիալ-հոգեբանական խնդիրը, ըստ Նիկոլ Փաշինյանի, հնարավոր է հաղթահարել քաղաքական առաջնորդությամբ։ Քաղաքական առաջնորդությունը պետք է հստակ պատասխան տա մի հարցի. մենք ինչ ենք ուզում լինել, մենք ուզում ենք լինել պատմության սպառող, թե մենք ուզում ենք լինել պատմության ստեղծող։ Վերջին 2 տարիների փորձը մեզ ասում է, որ մենք կարող ենք լինել պատմություն ստեղծող, ինչը ամենևին չի նշանակում մոռանալ պատմությունը, բայց մյուս կողմից չմոռանալ պատմությունը եւ լինել պատմություն ստեղծող նշանակում է առնվազն չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ։ Պատմությանը հղում անելով պետք է հասկանալ, թե որն է պատմության մեկնարկային լեգիտիմ կետը, ասում է Հայաստանի ղեկավարը ընդգծելով, եթե այսօրվա գործողությունների տրամաբանությունն ու հիմնավորումը փորձեն գտնել պատմության մեջ, ապա կնշանակի, որ չեն հավատում խաղաղությանը։ Նիկոլ Փաշինյանը կարծում է, եթե պատմական հայրենիքի ընկալումը չփոխարինվի իրական հայրենիքի ընկալմամբ, ապա խաղաղությունը կփլուզվի։ Ըստ այդմ, Հայաստանի ղեկավարն ընդգծում է, պետք է վերանայել բազմաթիվ ընկալումներ ու զգույշ լինել պատմության հետ։ Տարածաշրջանը վերջին 100-ամյակներում եղել է կայսրությունների տիրապետության ներքո։ Եղել է Պարսկաստանը, եղել է Օսմանյան կայսրությունը, եղել է ռուսական կայսրությունը, դրանից առաջ արաբական տիրապետությունը, դրանից հետո մոնղոլ թաթարական տիրապետությունը։ Եվ ինչպես խորհրդային ժամանակաշրջանում ստեղծվում էին կիրովականներ եւ կիրովաբատներ, արաբական շրջանը ունի իր կիրովականներն ու կիրովաբատները, պարսկական շրջանն ունի իր ժամանակաշրջանի կիրովականներն ու կիրովաբատները, օսմանյան ժամանակաշրջանը ունի իր ժամանակվա կիրովականները եւ կիրովաբատները։ Այս համատեքստում վարչապետը համարում է նաև, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համար վտանգավոր է փախստականների վերադարձի եւ ներքին տեղահանվածների օրակարգը։ Երբեմն այդ թվում տարածաշրջանի կոմունիկացիաների քննարկումների տիրույթում եւ Հայաստանում եւ Ադրբեջանում հնչում են տեսակետներ, թե օրինակ երկու երկրների քաղաքացիները կարող են որոշակի հոգեբանական բարդություններ ունենալ միմյանց սահմանային եւ մաքսային ծառայությունների հետ առնչվելիս։ Եվ սա մենք ասում ենք լրջագույն դեմքով։ Ընդ որում սա հնչում է թե Հայաստանում, թե Ադրբեջանում։ Հետո խոսում ենք փախստականների վերադարձի մասին։ Լրջագույն դեմքով այդպիսի մի հայտարարություն էլ ընդամենը 3 հնչեց Ադրբեջանի նախագահի շուրթերից։ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով, որ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Ըստ Ալիևի, 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն։ Սևանալիչ չկա, կա Գյոյչա, հայտարարեց Ադրբեջանի նախագահը։ Հայաստանի վարչապետը նկատում է, պետք է անցյալը տարբերակել ապագայից։ Նույն տրամաբանությամբ, երբ որ Ադրբեջանը բան անենք, մոնիտորինգ անենք, Ադրբեջանում կարծիքները եւ այլն, ժամանակ առ ժամանակ ներկայացնում են թե ինչ զեկույցներ կա։ Օրինակ Ադրբեջանում այսպիսի դիսկուրս կա, ասում են Հայաստանը ճիշտ չի ասում, կեղծում են, որ տարածքային ամբողջականությունը ճանաչել են Ադրբեջանի։ Ոնց են հիմնավորում, ասում են, բա ինչ է միջև մի ազգային ժողովում Լեռնային Ղարաբաղի դրոշները դրած։
Դե իրենց ընկալումն է։ Դե ասում են, դե եկեք մենք եւ օրինակ տենց է, եկեք մենք ասենք գյոյ չա։ Հարցը Նիկոլ Փաշինյանը դիտարկում է սոցիալ-հոգեբանության տեսանկյունից։ Հայաստանի վարչապետն ասում է, մենք մեր պատմության զավակներն ու սպառողներն ենք, բայց ինքներս մեզ պետք է հարց տանք, ի վիճակի ենք ստանձնել քաղաքական առաջնորդություն։ Մենք այդ հարցի պատասխանից չենք հրաժարվելու։ Դա մեզ համար ռազմավարություն է։ Եթե որևէ մեկը հրաժարվելու է կամ հրաժարվում է, թող ուղիղ ասի։ Ակնարկների կարիք չկա։ Եվ ակնարկները չեն էլ աշխատի, որովհետև ունենք լեգիտիմության, որովհետև այդ ակնարկները, եթե նույնիսկ լինեն, դրանք լեգիտիմ չեն։ Նիկոլ Փաշինյանն այլ հարցերի եւս անդրադառնում է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղակայված Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության ձևաչափում փոփոխություններ չեն լինի մինչեւ երկրների միջև խաղաղության եւ միջպետական հարաբերությունների մասին համաձայնագրի ստորագրումը։ Համաձայնագրի ստորագրումից ու վավերացումից հետո որոշակի ձևաչափային փոփոխություններ կլինեն, ինչի վերաբերյալ Եվրամիության գործընկերների հետ Հայաստանն ունեցել է քննարկումներ։ Քննարկմանը մասնակցող թուրք լրագրողներից մեկը հետաքրքրվում է նաեւ Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների մասին։ Փաշինյանի գնահատմամբ Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունները ճիշտ ուղու վրա են եւ երկու երկրների հարաբերությունների կարգավորումը ժամանակի հարց է։ Հայաստանի վարչապետը Թուրքիայի նախագահին անձամբ է հրավիրել մասնակցելու Գարնանը Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։ Նիկոլ Փաշինյանը հուսով է Էրդողանը կընդունի հրավերը։ Վահագն Հակոբյան, Հորիզոն։ Ոչ մի կառավարության կողմից մշակույթի ոլորտում այս ծավալի ներդրումներ չեն արվել։ Այս մասին 2026 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական քննարկման ժամանակ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նախարարը ներկայացրել է նաեւ դպրոցաշինության ոլորտում կատարված կապիտալ ծախսերի կատարողական արդյունքները։ Թերևս չափազանցություն չի լինի ասել, որ երբեք անկախության շրջանում որևէ կառավարություն այնքան ներդրում չի արել այս ոլորտներում, ինչքան արվում է այս կառավարության օրոք։ Բյուջեի շուրջ 38%-ը կազմում են կապիտալ ծախսերը, 168.7 միլիարդ դրամ։ Կապիտալ ծախսերը 2021-ի համեմատ աճել են 1168%-ով։ 25-ի համեմատ աճելու են 34.8%-ով։ Սակայն ես ուզում եմ անդրադառնալ մեզ հաճախ ուղղվող քննադատության, որը կապիտալ ծախսերի կատարողականին է վերաբերում եւ մենք ամեն տարի խոսում ենք այն մասին, որ կապիտալ ծախսերի կատարողականը այնպիսին չի, ինչպիսին մենք կուզեինք տեսնել եւ այստեղ ունենք բարելավման էական կարիք եւ այս տարին մեզ ցույց է տալիս, որ հետեւողական ջանքը արդյունք է թողնում եւ մենք կապիտալ ծախսերի կատարման որակական փոփոխություններ ենք արձանագրում եւ որպեսզի ասածս ավելի պատկերավոր լինի, բերեմ օրինակը հենց դպրոցաշինության ոլորտից 2025-ի 10 ամիսներին դպրոցաշինության ծրագրով մենք կապիտալ ծախսերի 64 միլիարդ կատարողական ունենք որպեսզի պատկերացնենք, թե ինչպիսին է աճը 23 թվականի ընթացքում, ամբողջ 23 թվականի ընթացքում մեր կատարողականը եղել է 20 միլիարդ, 24-ին 40 միլիարդ, այսինքն կապիտալ ծախսերի կատարողականի առաջընթացը ցույց է տալիս, որ հիմա մենք մեկ եռամսյակում անում ենք այնքան կապիտալ ծախս, ինչքան նախկինում օրինակ անցյալ տարի կարող էինք անել մեկ ամբողջ տարվա ընթացքում։ Սա տեղի է ունենում այն բանի հաշվին, որ իրականում մենք խոսում ենք ոչ միայն օրինակ դպրոցների շինարարության մասին, այլ մենք խոսում ենք ինստիտուցիոնալ բարեփոխման մասին, մենք խոսում ենք կարողությունների զարգացման մասին եւ այն մեծ թիմը տարբեր կառույցները, որոնք աշխատում են այս կարևոր ծրագրերի ուղղությամբ, զարգացնելով կարողությունները, ձևավորելով օրենսդրական եւ ինստիտուցիոնալ դաշտը, որը նպաստում է նաեւ այս աշխատանքները ավելի արդյունավետ իրականացնելուն, կարողանում ենք արձանագրել նաեւ արդյունքներ։ Ընդհանուր առմամբ, քանի որ այս մասին խոսեցի, ապա նշեմ, որ 300 դպրոց 500 մանկապարտեզների մասով մենք ընդհանուր առմամբ ծրագրի բյուջե ունենք 385 միլիարդ դրամի չափով, որից արդեն այս տարվա հոկտեմբերի դրությամբ իրացված է շուրջ 153 միլիարդ դրամը։
Այս պահին աշխատանքները ավարտված են 60 դպրոցներում, որոնցից 35-ը նոր կառուցված, 25-ը նորոգված եւ մինչեւ տարեվերջ շահագործման կհանձնվեն եւս 50 դպրոցներ, որոնցից 8-ը կառուցվող, 42-ը նորոգվող եւ կանխելով բոլոր հարցերը այս ծրագրի իրատեսականության վերաբերյալ նշեմ, որ մինչեւ 2026 թվականի սեպտեմբերի 1-ը եւս 151 դպրոց կհանձնվի շահագործման, 49 նոր կառուցվող եւ 102-ը նորոգվող, մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 31-ը եւս 47 նորակառույց դպրոց, 26 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ պատրաստ կլինեն 308 դպրոցներ։ Այսօր թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը նիստ է գումարել, օրակարգում եղել է մեկ հարց, որը վերաբերել է Գյումրիի ավականու կոմունիստական կուսակցություն խմբակցության երկու անդամների վաղաժամ վայր դրած մանդատները խմբակցության հերթական հաջորդ համարներին տրամադրմանը։ Հոկտեմբերի 28-ին եւ 31-ին Գյումրիի քաղաքապետի պաշտոնակատարից թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը ստացել է արձանագրություններ, ըստ որոնց ավականու անդամ Գևորգ Ղուկասյանը եւ Սեդրակ Սահակյանը հրաժարվել են ավականու մանդատներից։ Այսօրվա նիստում կազմված մեկ արձանագրությունով երկու մանդատներ են տրամադրվել Տիգրան Ավագյանին եւ Սամսոն Էլբակյանին։ Նշենք, որ նոր մանդատավոր Տիգրան Ավագյանի նկատմամբ օրեր առաջ դատարանի վճռով խափանման միջոց է ընտրվել կալանքը։ Այս պահին նրանից մանդատից հրաժարվելու դիմում հանձնաժողովը չի ստացել։ Ավականու մանդատներից հրաժարված Գևորգ Ղուկասյանը եւ Սեդրակ Սահակյանը ավելի վաղ էին կալանավորվել։ Գյումրի համայնքի ավականու անդամ ընտրված եւ լիազորությունները դատարած ավականու անդամների մանդատները Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ տեխնացուներին տալու մասին։ Հիմք ընդունելով Գյումրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 28-ի Գյումրի համայնքի ավականու անդամ Գևորգ Ղուկասյանի ավականու անդամի լիազորությունները դատարեցնելու մասին թիվ 16 Գյումրի համայնքի ղեկավարի 2025 թվականի հոկտեմբերի 31-ի Գյումրի համայնքի ավականու անդամ Սեդրակ Սահակյանի ավականու անդամի լիազորությունները դատարելու մասին թիվ 17 արձանագրությունները եւ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը արձանագրում է Գյումրի համայնքի ավականու Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակից ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դատարած ավականու անդամների մանդատը տրվում է Հայաստանի կոմունիստական կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ տեխնացուներ Սամսոն Մկրտիչի Էլբակյանին եւ Տիգրան Վարդգեսի Ավագյանին։ Հավել են նաեւ հարգելի գործընկերներ, ովքեր ոչ չգիտեն այս պարագայում այն տեխնացուները, որոնք որ մանդատ են ստանում, իրենց ներկայությունը պարտադիր չի։ Ընթացքում երևի իրենք նկարը կբերեն, մենք իրենց կտանք արդեն թղթային տարբերակով մեր հանձնաժողովի կնիկով իմ ստորագրությամբ մանդատները կտրամադրենք իրենց։ Նոյեմբերի լույս 4-ի գիշերը երկու ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Ստերլիտամակի արդյունաբերական համալիրի վրա։ Երկու անօդաչու թռչող սարքերն էլ խոցվել են, իսկ բեկորներն ընկել են օժանդակ արտադրամանսի մոտ։ Զոհեր ու տուժածներ չկան, գործարանը բնականon աշխատում է, հայտնել է Բաշկորտաստանի ղեկավարը։ Ստերլիտամակի իշխանությունները իրենց հերթին հայտնել են նավթաքիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով մասամբ փլուզվել է ջրամաքրման կայանը։ Ստերլիտամակի նավթաքիմիական գործարանն արտադրում է կաուչուկ եւ ավիացիոն բենզին։ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ հոբ ուժերը գիշերը ոչնչացրել են ուկրաինական 85 ԱԹՍ, այդ թվում 40-ը Վորոնեժի մարզում, 20-ը Նիժնի Նովգորոդի մարզում եւ 2-ը Բաշկորտաստանի տարածքում։ Բլումբերգի տվյալներով Չինաստանի պետական Սինոպեկը եւ Պետրոչայնան արդեն չեղարկել են Ռուսաստանից հումքի մի շարք գնումներ։ Նրանք նաեւ շարունակում են ձեռնպա մնալ գնումներ անելուց։ Կազմակերպություններին միացել են նաեւ փոքր մասնավոր նավթավերամշակման գործարաններ,
վախենալով Ռոսնեֆտի եւ Լուկոյլի դեմ Միացյալ Նահանգների պատժամիջոցներից։ Ամերիկյան պատժամիջոցների պատճառով ռուսական նավթի գնումները դադարեցրել են նաեւ մի շարք հնդկական նավթավերամշակման ձեռնարկություններ։ Խնդիրների են հանդիպել նաեւ թուրքական նավթային ընկերությունները։ Երկրի ամենամեծ Թար նավթավերամշակման գործարանը, որը գրեթե բացառապես օգտագործում էր ռուսական նավթ, սկսել է խմբաքանակներ գնել Իրաքից եւ Ղազախստանից դեկտեմբեր ամսվա մատակարարումների համար։ Գազայի հատվածում հրադադարի երաշխավոր երկրների արտգործնախարարները Ստամբուլում քննարկել են Պաղեստինյան անկլավում տիրող իրավիճակը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Կատարի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Պակիստանի եւ Ինդոնեզիայի արտգործնախարարները։ Քննարկումների առանցքում են եղել Գազայի հատվածում տևական հրադադարի հաստատումը, հումանիտար օգնության մասշտաբների ընդլայնումը, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ծրագրի հաջորդ փուլի իրագործումը եւ միջազգային կայունացնող ուժերի ձևավորումը։ Հանդիպման արդյունքներով Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հայտարարել է, որ քննարկվել են միջազգային կայունացնող ուժերի խնդիրները եւ կազմը։ Նա հավելել է, որ Գազայում միջազգային ուժերի տեղակայման հարցը կքննարկվի ՄԱԿ-ի շրջանակում եւ կպահանջի անվտանգության խորհրդի հավանությունը։ Հոկտեմբերի 10-ին ուժի մեջ մտնելուց ի վեր Գազայի հատվածում հրադադարը մի քանի անգամ խախտվել է, որի համար Համասը եւ Իսրայելը մեղադրել են իրար։ Նեպալի հյուսիս-արևելքում ձնահոսքի հետևանքով 7 լեռնագնաց է զոհվել, այդ թվում 5 օտարերկրացի եւ 2 նեպալցի։ Դեպքը տեղի է ունեցել Դոլախա շրջանի Յալունգ Ռի լեռան բազային ճամբարի մոտ։ Փրկարարները առայժմ գտել են 2 մարմին եւ դեռևս որոնում են մնացած 5-ին, որոնք ենթադրաբար թաղված են ձյան մեջ։ Եվս 8-ը փրկվել են եւ տեղափոխվել մայրաքաղաք Կաթմանդու բուժում ստանալու նպատակով։ Փրկարարական աշխատանքները դժվարանում են եղանակային վատ պայմանների եւ լոգիստիկ խնդիրների պատճառով։ 44-օրյա պատերազմի օրերի հերոսական դրվագները, ծառայեկից ընկերների պատմածները շարունակում են գիրք ու վավերագրություններ դառնալ։ Դրանք անմահների կյանքի ու մահվան կռվի, աննահանջ պայքարի մասին են։ Գյումրեցի մանկավարժ Գայանե Հովհաննիսյանը երկար ժամանակ հավաքել ու ամբողջացրել է պատմություններ այդ 18-ից 20 տարեկան տղաների մասին։ Երբ լռում են սրտի զարկերը, այդպես է կոչվում ուսուցչի Անդրանիկ Ժողովածուն, որը 44-օրյա պատերազմի մասնակից զինվորների մասին է։ Գիրքը իր աշակերտների Հովհաննեսի եւ Արտակի հիշատակին է նվիրված։ Նրանք սովորել են Գյումրիի թիվ 8 միջնակարգ դպրոցում, որտեղ էլ տեղի ունեցել հեղինակի առաջին գրքի շնորհանդեսը։ Հարազատ կրթօջախում հարազատ դեմքեր են հավաքվել։ Թիվ 8 միջնակարգ դպրոցի ներկա ու նախկին մանկավարժներն են շրջանավարտներն ու աշակերտները։ Դահլիճում 2 լուսավոր տղաների դիմանկարներն են։ Արտակն ու Հովհաննեսը համադասարանցիներ են, զոհվել են 44-օրյա պատերազմի օրերին։ Հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհին Գայանե Հովհաննիսյանն առանձնակի ջերմությամբ ու հուզմունքով է հիշում տղաներին։ Իր դասղեկական դասարանի մյուս աշակերտներից Արտակն ու Հովհաննեսը շատ էին տարբերվում, ասում է ուսուցչուհին։ Հովհաննեսը ամբողջությամբ բարություն էր, ոնց որ այլ մոլորակից եկած լիներ, տարբերվում էր բոլորից Հովհաննեսը, Արտակն էլ իր խոհեմությամբ էր տարբերվում, առաջ մղող շարժիչ ուժն էր դասարանի։ 2020-ին 2 ընկերները պարտադիր զինվորական ծառայության էին մեկնել։ Մի քանի ամսվա ծառայողներ էին եղել, երբ սկսվել է պատերազմը։ Արցախի սահմանին տարբեր դիրքերում են եղել, թեժ կռիվներում էլ նահատակվել են։ 18-ից 20 տարեկանում կյանքի ու կռվի պայքարում հերոսացած տղաների մասին պատմությունները, հուշերը երկար ժամանակ ու մեծ դժվարություններով է հավաքել մանկավարժ Գայանե Հովհաննիսյանը։ Մտքերս ամբարում էի եւ զանգում էի բոլորին, բոլոր աշակերտներիս։ Առաջին համարից մինչև վերջինը, ովքեր որ արդեն վերադարձել էին։ Տղաներիս, որոնք բոլորը ռազմի դաշտում էին եղել եւ խնդրում էի երեխաներ, փոխանցեք ինձ ձեր հուշերը, որ գրեմ այդ պատմությունը։ Հանդիպեցի տղաներիս ծնողների, քույրերի հետ, հավաքագրեցի ինչ որ կարող էի։ Ռազմի դաշտում կռված ընկերները Արտակի եւս հուշեր փոխանցեցին։ Եթե հոգու լացը հնարավոր լիներ տեսնել, երևի կծածկվեին անջուր տարածքներն ու անապատները ծաղկաստանների կվերածվեին։
Արտակ Տարփինյանի եւ Հովանես Մազմանյանի մյուս զինվոր տղաների մասին հերոսական դրվագները դարձել են «Երբ լռում են սրտի զարկերը» ժողովածուի հիմնական առանցքն ու թեման։ Վեպը չափանիշներից մի քիչ դուրս է, ինքը սովորական ձևով չի ընթանում, այստեղ դպրոցի պատերի տակ հանդիպում են լույս տղաներիս հոգիները եւ հիշողություններով գնում են անցյալ, գնում են ռազմի դաշտ եւ ընթերցողին համակում են իրենց պատմությամբ։ Հիշում ես, Մարդ, վերջին դասից առաջ հավաքվեցինք այստեղ, սպասում էինք աղջիկների, իսկ նրանք ուշանում էին։ Իսկ դու ինչպես հասար վերջին դասին ջոմ, ես տեղում հատեցի շեմը ու մտա առաջին դասարան, դու ինչպես միշտ Արմենի կողքին էիր։ Ժողովածուի մեջ ծավալուն ստեղծագործությունը համանուն վեպն է, որն իրական դեպքերի նկարագրությունն է, ներկայի ու անցյալի դրվագների համադրումով։ Այն Գայանե Հովհաննիսյանի ուսուցչական տարիների իր աշակերտների հետ ունեցած անմոռանալի հուշերի եւ անմահացած տղաների չիրականացած երազանքների գեղարվեստական ստեղծագործություն է։ Այն ընթերցողը, ով չի ճանաչել տղաներին, մի այլ կերպ կընկալի այդ գիրքը, կընկալի որպես հերոսներին ճանաչելու, հերոսներին նմանվելու մի նոր ուղենիշ։ Պատերազմը ցավ էր, բայց այսպես ասեմ, նաև խիզախության ծնունդ եւ այդ խիզախության ծնունդներից երկուսը մեր Հովանես Մազմանյանն ու Արտակ Տարփինյանն էին։ Երբ լռում են սրտի զարկերը վեպից բացի ժողովածուում են ընդգրկված չխաչված ուղիներ վիպակն ու եւս մի քանի պատմվածքներ։ Գայանե Հովհաննիսյանն այժմ մանկավարժությամբ չի զբաղվում, բայց 25 տարի հայոց լեզվի եւ գրականության մասին գիտելիքներ է տվել սերունդներին։ Այդ տարիների ապրումները դեռ նոր պատմվածքներ են դառնալու, մեկ այլ ժողովածուի ծնունդ են տալու։ Կորսել որդիս մեջներ պահապանների Մարինե Տերբինյան, Վահագն Բարագյան, Հորիզոն։ Այժմին այսքանը, նորությունների սպասեք մեր հաջորդ թողարկումներում։